Տիկին Աբգարյան, հիմա լսենք ձեզ, թե ինչպես կօգնի այս ձևաչափով մշակված տարեկան պլանը հասնելու ձեր դպրոցի զարգացման ծրագրի նպատակներին։ Կօգնի արդյոք այն, կամ ինչքանով կօգնի։ Շնորհակալություն, Անահիտ Աբգարյան, Բերդի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն։ Մենք նույնպես ակտիվ մասնակցում ենք մեր խումբը ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորման աշխատանքներին, ինչքան էլ ասեք, որ շնորհակալություն պետք չի ասել, այնուամենայնիվ դրա անհրաժեշտությունը շատ կա, որովհետև այդ փաստաթուղթը մեզ շատ օգնում է, այն իրոք շատ չափելի, կոնկրետ է եւ դա մեզ ավելի կօգնի։ Մենք մշտապես ունեցել ենք այդ, այնպես չի, որ չենք ունեցել, բայց այս տարվա կոնկրետ աշխատանքը այն ավելի այսպես տեսանելի է, մենք ավելի ենք կարևորում, ճիշտն ասած, լուրջ աշխատում ենք, արդեն առաջին կիսամյակը տեղադրել ենք եւ աշխատում ենք երկրորդ կիսամյակի վրա։ Ինքը շատ օգտակար արդյունավետ աշխատանք է։ Կարծում եմ, որ դպրոցի կառավարման գործում շատ կարևոր է եւ ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանը եւ զարգացման ծրագիրը, այն պետք է մշտապես լինի մեր ձեռքի մեր սեղանին եւ ես կարծում եմ, որ սա շատ կարևոր փաստաթուղթ է նաեւ զարգացման ծրագիրը գրելու ժամանակ։ Այս երկու կարևոր փաստաթուղթն են, որ այն կարևոր գործիքները չոցով պետք է իրականացնենք դպրոցի կառավարումը։ Շնորհակալ ենք շատ, շնորհակալություն։ Տիկին Հակոբյան, լսենք ձեզ, նաև ձեր կարծիքը կիսեք մեզ հետ, կօգնի այդ ձևաչափով մշակված տարեկան պլանը հասնել ձեր դպրոցի զարգացման ծրագրի նպատակներին։ Եվ որ մասով կօգնի ավելի շատ։ Իհարկե կօգնի, այս պլանը բավականին կանոնակարգված օրինակելի պլան է եւ մեզ թույլ կտա համակցված աշխատանքներ իրականացնենք նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ պլանավորել աշխատանքները եւ ըստ այս պլանի կարելի է ասել 75-80%-ը ընդգրկված է պլանում բոլոր հարցերը, մեզ ընդամենը մի քանի լրացումներ պետք է անենք եւ տեղայնացնենք մեր դպրոցի համար մեզ օժանդակող շատ կարևոր փաստաթուղթ է, կարևորում եմ իհարկե շատ եւ սա անպայման խթան է հանդիսանալու դպրոցի զարգացման ծրագրի կատարողականը իրականացնելու համար։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան, Տիկին Անտոնյան, ինչ օգնության, ինչ աջակցության կարիք ունենք այդ ձևաչափով մշակված տարեկան պլանի ներառված աշխատանքները կատարելու համար։ Կարծում եմ նմանատիպ դասընթացները ոչ միայն ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի, այլ մեթոդ միավորումների, տնօրենի տեղակալների, նմանատիպ դասընթացներ լինեն, հաստատ կաջակցեն, էլ ավելի կհստակեցնեն։ Չնայած լինում են բազմիցս, բայց չի խանգարում, կյանքն առաջ է ընթանում, փոփոխությունները զուգահեռ ու նորությունը միշտ պետք է շուտ հասանելի լինի։ Ու ճիշտ է, կարծում եմ սա մեր վերապատրաստման ծրագրի շրջանակում չէ, բայց մեր տնօրեններով օրինակ որոշել ենք, խնդրանք, առաջարկություն ձեզ նոր կարգերը, օրենքները, կառավարության հրամանները, ինչը որ կրթության բնագավառի հետ է կապված, մի ինչ-որ կայքով կամ չգիտեմ, էլի մեզ հասանելի լինի, որովհետև մենք անընդհատ փնտրտուքների մեջ ենք, անընդհատ նոր փոփոխություններ են կատարվում ու չենք հասցնում նրանց հետևից հասնել։ Եղավ, բարի, իհարկե այդ ակտերը, իրավական ակտերը գիտեք դրվում են նախարարության կայքեջում, բայց ավելի արագ ձեզ օգնելու համար իհարկե կառավարման բաժինը կանի այդ աջակցության իր մասնաբաժինը, որպեսզի ավելի շուտ ձեզ հասնեն այդ իրավական ակտերը, հավելվածները, փաստաթղթերը, օրենքի փոփոխությունները, այո։ Ահա, շնորհակալ ենք շատ Տիկին Անտոնյան, Տիկին Էդիլյան, լսենք նաև ձեզ, ինչ օգնության, աջակցության կարիք ունենք այս ձևաչափով մշակված պլանում ներառված աշխատանքները կատարելու համար։ Կա որևէ աշխատանք, որով կդժվարանանք, ձեզ հավելյալ աջակցության կարիք է պետք։ Լսենք ձեզ միան։
Պլանը ներառված բոլոր կետերով մենք գրել ենք, իրագործում ենք ամեն ինչ, կրկնեմ Տիկին Աբգարյանի ասածը, միշտ ունեցել ենք մենք այս ՈՒԴԱՊ-ը, առաջնորդվել ենք մեր այս աշխատանքը, կատարել ենք այնպես ինչպես որ պահանջվել է օրենքի սահմաններում, դե օգնության կարիք էլ որ լինում է անընդհատ կապի մեջ ենք լինում, հիմնականում քննարկում ենք գզնակի հետ, նախարարության աշխատակիցների հետ, այնպես որ ամեն դեպքում եւ օգնություն է եւ խորհրդատվություն է կատարում ենք, աշխատում ենք օրենքի սահմաններում, անել այն ինչ որ հնարավոր է, իշահ դպրոցի, իշահ աշակերտի։ Շնորհակալություն Տիկին Էդիլյան, այդ հարգելի տնօրեններ կխնդրեմ, ինչ առաջարկություններ ունեք այս վերապատրաստումների հետ կապված, կխնդրեմ առաջարկություններ անեք, համեցեք։ Տիկին Հակոբյան, համեցեք։ Առաջարկություն այդպիսին առաջարկություն չկա, բայց մի այսպիսի նկատառում եմ արել, դիտարկել, մենք մինչ հիմա կազմում էինք ուսումնադաստիարակչական աշխատանքային պլանները եւ ըստ կառուցվածքի բաժանում էինք 4 բաղադրիչի։ Հիմա 3 բաղադրիչի է բաժանված, եթե առաջարկս այն է, որ 4-րդ բաղադրիչ նույնպես լինի, որը համարվում էր ծանոթության բաղադրիչ, այնտեղ նշվում էր կատարվել է այդ աշխատանքը, չի կատարվել, ինչու չի կատարվել, տեղափոխվել է ամսվա որ ամիս, որ օրը, հստակ այդտեղ նշումներ արվի, նման առաջարկ ունեմ, չգիտեմ ինչպես կընդունվի այս առաջարկը։ Մարի կդիտարկենք Տիկին Հակոբյան։ Այլ առաջարկներ կան, հարգելի տնօրեններ ունենք, համեցեք Տիկին Անտոնյան։ Խոսափողը միացրեք, չենք լսում ձեզ։ Ներողություն։ Օրինակ, մեր կարծիքը ընդհանուր, որ միջոցառումների պլանը, որ առանձնանում է, դա արդեն մեզ խանգարում է։ Ի վերջո, դպրոցի ողջ գործունեության պատասխանատուն տնօրենն է, ու եթե ՄԿ-ի պլանն էլ զետեղվի այս պլանի մեջ, շատ ավելի լավ կլինի, քանի որ կան դպրոցներ, որտեղ այդ գործունեությունը ծավալվում է, բայց տվյալ պաշտոնակատարը, պաշտոնյան աշխատակիցը չկա։ Այդ բեռը եւս տնօրենի ուսերին է։ Կարծում եմ բոլորը համատեղել միտեղ շատ ավելի հեշտ է ընդհանուր վերահսկել, քան առանձին թղթապանակներում այդ ամենը, առանձին փաթեթներով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անտոնյան, շնորհակալություն հայտնել Կզնակ հիմնադրամի կողմից ձեր հետաքրքիր հարցազրույցի համար, հետաքրքիր կարծիքներ կիսվելու համար եւ հետաքրքիր հարցազրույց ունենալու համար։ Շնորհակալ ենք շատ, համեցեք Տիկին Նիկողոսյան։ Մենք նույնպես շնորհակալություն ենք հայտնում, ձեր դիտարկումները, առաջարկությունները կդիտարկվեն, հարգելի տնօրեններ, շարունակությունը ձեր գիտենք, որ վերապատրաստումները շարունակվում են, էլի լավ ընթացք ենք մաղթում, մեթոդապես լավ աջակցություն ստանանք ձեր փորձագետների կողմից, որի մասով չենք մտածում, անհոգ եղեք կստանանք, հաջորդիվ նորից էլ ավելի ուրիշ մասով ուսումնական պլանների հետ կապված աջակցություններ կստանանք եւ այսպես հաջորդիվ։ Իսկ ձեր դիտարկումներն ու առաջարկությունները կդիտարկվեն եւ հնարավորինս ընթաց կտան դրան։ Շնորհակալ եմ շատ համագործակցության համար։ Հաջողություն ձեզ։ Մենք նույնպես շնորհակալ ենք, ստեսություն ձեզ։ Շնորհակալություն Ստեսություն ձեզ։